խորը համոզում ունեմ, որ Հայաստանի Հանրապետության այն վերականգնման գործընթացը, որ սկսվել է անկախության ամրապնդման միջազգային հարաբերությունների մեջ, այսպիսի ընդգրկվածության, որ երբեք չի եղել, երբեք այն խուտորի բնակիչները գլուխ չգովեն, որ այսօր նորից քանդելու գործով զբաղված, ուրեմն դրա հիմքը մի ռեսուրս ունի, որը քիչ է օգտագործում, ուժ է։ Մենք գիտենք, որ մարդկային ուժը անգերազանց է, կարող եք նավթ ունենաք, չունենաք, կրտիր ունենաք, չունենաք, բայց կա Նժդեին չէր ասում ոգեղենություն եւ այդ ոգին էլի, այդ ոգին մերը Աստվածաշունչը թարգմանելուց հետո ընդմիշտ տեղափոխվել է հայկականություն, այդ իմաստով այս հարթություն եւ դա ինչքան գուժեղանա հավատիվ հարցը տնենք, դա ես երբեք չեմ մտել հավատաքննիչներն եմ մտում, դու ես եթե մենք տեղափոխվենք ավելի շուտ, որ սկսվել է այն գործընթացը, ինչ որ մեր եկեղեցու Գրիգոր Լուսավորչական առաջին հերթին դավանանքի փիլիսոփայության մեջ, իսկ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ստեղծման այդ նպատակը եղել է դա, այն ոգեղենությունը հայության մեջ այնպիսի ռեսուրս ունի, որը սահման չունի։ Դրա համար մեր ոխերին բարեկամ ամեն ինչ անում է, որպեսզի դա չմաքրվի, որտեղ զբաղված ենք ինչ-որ բաներով։ Ուզում եմ ասել, որ այդ ձեր ասած լուսավորը, որ Հայաստանը պիտի լինի, լուսեղենը, ինչ կուզեք, արարչագործականը կամ պրակտիկը ինչ-որ լինի, չի լինելու առանց դրա փիլիսոփայության։ Լան չեմ ուզում անրանամ, եւ օրինակներ ունեմ նաեւ աշխարհի ամենավտանգավոր վիճակի մեջ հայտնված այնպիսի պետություն, ինչպիսին Գերմանիան էր Հիտլերից հետո եւ գերմանացիների համար շատ վտանգավոր, իհարկե մենք ջարդվածն ենք, իրենք ջարդող են, բայց այս հարցը ուրիշ է, գերմանական այն մշակույթի փրկությունը, որ Բեթհովենինն է, Հեգելինն է, Կանտինն է, եւ այսպես կարող ենք նոր ժամանակներ գա, եղել է բացառապես քրիստոնյա դեմոկրատական կուսակցության նախագահ Կոնրադ Ադենաուերի ստրատեգիայի վրա եւ գերմանացիները դա լսեցին եւ նա շատ չոր էր նաեւ նա բոլոր տեղեր կագեբեշնիկներ ոտերը ջարդում էր Գերմանիայում, ջարդում էր ուղղակի, դրա համար համաձայնվեց նաեւ ԳԴՌ-ի այն մասը մնան, հիմա սա այսպես, դրա համար ես կարծում եմ, որ մենք պետք է տեղ ունենանք, բաց եմ ասում, նաեւ շատ հարգելի սիրելի այդ Մալաթիայի բնակիչների մեր եւ մյուսներին առհասարակ եւ Սյունիք եւ այլն, այսպես ասեմ, նոյեմբերյանի հատվածը, երբ որ ես էի գնում գալիս, տեղը գիտեին ոսկեբարի, հիմա սկսում են էլի, ուզում եմ ասել, մենք դրանով վերականգնվելու ենք, ինչքանով մենք ընտրություն կանանք, թող չեմ ասում ուրիշ բան չլինի, սա առանցքն է։ Նկատում եք, որ հանրությունը այս հաղորդումների հիման վրա հաղորդումների ես դա ուզում եմ անդադ փոխանցեմ դրա միջոցով այդ ձեր մեկ օգնությամբ էլի ինքս չեմ անում եւ մյուս մեր ունենք նաեւ լավ լրագրություն, որտեղ ես բայրակթարիստներին ցույց են տալիս, կարծես Հայաստանը չունի լրագրություն, կամ հայրեն ասել մարդ չունի, բացի լաչարները, որ չեկիստ կագեբեշնիկ, որ այսօր աբեղայի շորերը հակած խայտարագում են հայ եկեղեցի, խայտարագություն է, բոլորը գիտեն, որ գանձագող է, բայց աբեղայի շոր է հակել, հասկանում եք, երևի եպիսկոպոսի կամ արքեպիսկոպոսի, հիմա բայց ես բանը լինելու գիտեք ինչ է համար, որտեվ մենք սա պիտի հասկանանք, ընդունենք ազգովի, այսինքն որ գիտի ընդունում է, վետ չկա, բայց խոսքը նրա մասին, որ քիչ է հաղորդակից, քիչ է, չգիտեմ, այդ հարցերով զբաղվել եւ այլն, մենք կարող ենք վերականգնվել բացառապես մեր մշակութային ավանդույթի կոդի վրա, այնտեղ, որտեղ եկել է, այսպես վերցնենք, պետականության Արտաշես առաջին, որը մինչև դրթատ մեծ գալիս է, տամի փուլ է, նախաքրիստոնեական շրջան է, մի քիչ սխեմատիկ է, իհարկե, դրթատ մեծ Գրիգոր Լուսավորիչ, որի վրա Հայաստանը շարժվեց եւ որպեսզի հանկարծ ուրեմն չեկիստները
հակահայերը հայերի միջի դա չխեղաթյուրին ասեմ որ մեր մշակութային ոսկեդարը սկսվել է եւ ծաղկունքի է հասել հենց Դրթադ մեծի եւ Գրիգոր Լուսավորչի կողմից պետական կրոն քրիստոնեություն դարձնելուց հետո որի գագաթ անշուշտ Բագրատունյաց Հայաստան եւ Կիլիկյան Հայաստան մնացածը հետո գիտենք պատմություններն ինչ եղան ինչ եմ ուզում ասել այ եթե մենք մտածված ձևով մերն է չէ մեր արքետիպային այս կողմնորոշիչներին կգանք այնպես ինչպես Ադենայրն էր պահանջում ասում էր Գերմանիան չի կարող վերածնվել բացառված է եթե երկու բաղադրիչ հոգևորի մասին է չապահովի նախ ազատության փիլիսոփայություն այսպես ասեմ եւ երկրորդը եթե գերմանացին չվերադառնա դե ֆաշիզմից հետո էր ուրեմն արևմտյան քրիստոնեության ուրեմն մշակույթի ավանդույթին Ես իրեսնել գնում է եւ մենք ասեմ որ ես ինչու եմ Գերմանիան անընդհատ կրկնում պարամետրերի իմաստով մենք շատ ավելի մոտիկ ենք գերմանացիներին աշխարհագրական հարցադրումներով ազգի էթնոգենեզի ցակման մոդելային իմաստով հազար բաներ ուրեմն դրա համար ուզում եմ ասեմ ուրեմն այս մեկը ուրեմն եթե այս ճանապարհով կգնանք վստահ եղեք 10-15 տարի հետո փոքրիկ մի այդպես ասենք կամ փոքրիկ հզոր տարածքես կան առայժմ դա կունենանք մի Կիլիկյան Հայաստան իր ծաղկունքով կամ կունենանք փոքրիկ մի Բավարիա ինչպիսին է վստահ եմ որևէ կասկած չունեմ այդ բացառել չի նշանակում ու ես չեմ բացառում ոչինչ ասենք չլինի որ ես Ֆրանսիան եւ այլն այսպես ասենք կամ մեր մնացած արքաներին բայց բոլոր դեպքերում տեսեք Տիգրան մեծի մասին չխոսեցի ես ասացի Ցիգլայնի մասով ինչ Ուզում եմ ասել այս ճանապարհը մեր ճանապարհն է եւ մենք գտնենք այն երկիրը ինչը որ ես ձեզ մոտ շատ եմ ասել մենք վերածվում ենք Հայաստանի Հանրապետությունը այսօր Կովկասում այսօր Կովկասի բանալի պետության եւ ինչպիսի Ալիևներ էր վայրահաչեն կասեմ հիմա ինչու այդ կներեք բարի համար ինչպիսի շանտաժիստներ Հայաստանի ներսից չեկիստներ, կագեբեշնիկներ, կաթողիկոս դառնան, արքեպիսկոպոս աբեղա, մեր ժողովրդի առաջ ոչինչ չի կանգնել։ Մեր ժողովրդի այդպես եղել է, որ մեր դիմաց ոչինչ չի կանգնել։ Ասեմ, Բագրատունյաց Հայաստանը վերցրեք, տարածքը բան մի քիչ ուրիշ էր, չէ՞։ Բայց մենք մշակութային քաղաքակրթական թռիչքը, այն նիշը քրիստոնեական, որ գրանցել ենք դա մենք չենք էլ այլևս գերազանցել աշխարհը դա վերցրել որ ասում են աշխարհին տվել ենք մենք հենց այս շրջանում ենք այդ ոսկե դարում ենք շատ տվել հետո նաև ուրիշ բաներ հիմա ասեմ այդ հարցին էլի եւ ես որտեւ բոլոր նրանց ովքեր որ այսպես են համագիրներ են իմ գաղափարախոսությանը դա քրիստոնյա ժողովրդավարության հումանիստական մարդասեր գաղափարախոսություն է հայկական կտրվածքով որտեղ մենք այնտեղ մոնոֆիզիտ դիոֆիզիտ բաներ կան էլի չեմ ուզում դրանց մեջ մտնեմ առիթ լինի մի օր խոսենք ուրեմն մենք վստահաբար շարժվելու ենք լինեն համագիրներ ոչ համագիրներ եւ այլն բայց մի բանի գիտակցում պիտի լինի իհարկե ես ասացի մենք մշակույթին մեր բայց հայությունը մի բանում վրիպում է աշխարհում է իհարկե եզակիներ կան որ գիտեն քչերը գիտեն կամ ընդունում են ավելի շուտ մշակույթի բարձրագույն նվաճումը բարձրագույն ձևը բարձրագույն դրսևորումը պետականությունն է այստեղ նույնիսկ Արամ Խաչատրյանի Սուսերով բառն է զիջում այստեղ Կոմիտասի ստեղծագործությունը ծառայում է այդ խնդրին եւ այլն պետականությունից ազատ անկախ եւ միացյալ մի վախեք ժամանակինները փոխվելու են միացյալ պետականությունից ուրեմն ընկոմ աշխարհում ոչինչ չի արարվել բացի աստվածայինն արդեն այսպես դրա համար մենք պիտի մեր շեշտադրումների մեջ գնանք պետականությունն է արվեստի բարձրագույն ձևը իսկ աստվածային այդ պետականության աստվածային շնորհքն է որ ինքը հովանավորելու է մշակույթի զարգացմանը այստեղ առանձին անհատների շեղումներ խոսակցություններ արքետիպային իմաստով ոչինչ չեն կարող փոխել չեն էլ փոխի այստեղ նայե մեր արժեքը համաշխարհային պատմության մեջ
այլ Լևոն Շանթը ես առաջարկում եմ ընդհանրապես արևմտահայ մշակույթը մեր ուսումնասիրել, օգտագործել, որտեղ դժբախտաբար Արևմտահայաստանը չկա, նա կարծես ստվերվում է եւ այլն ինչ-որ բաներ։ Լևոն Շանթն ասում էր հարցը շատ հետաքրքիր, ասում է աշխարհը հետաքրքիր է, պիտի պատասխան ունենանք։ Ինչու է մեզ շատ սիրում, ասում ենք շատ է սիրում, մեր քիթին համար է սիրում, չէ՞ թե ասում է դա սիրելու բան է, որ մենք ենք սիրում դա, բայց ասում է մեր մշակույթի համար է մեզ սիրում, մեր քաղաքակրթական այդ նվաճման շնորհիվ է եւ որ սիրում է։ Ես կարող եմ սինթետիկ իմաստով ասեմ պայմանական, աշխարհը մեզ սիրում, հարգում է, սիրելներ դնենք, որտեղ պետք չի որ սիրեն, չսիրեն, թող հարգեն, մենք էլ հարգենք, այդ տերմինը մարդկային հարաբերության ոլորտի ավելի շատ։ Ուրեմն աշխարհը մեզ հարգում է վստահաբար այն պետականության համար, որ մենք ստեղծեցինք Կիլիկյան Հայաստանում, դա տիպիկ եվրոպական չափորոշիչներով այսօրվա պետականություն է։ Օրինակ մի փոքր ասեմ, գնանք առաջ, ժամանակին սովետական շրջանին դրանից հետո Շանհայի ազատ տնտեսական գոտի ռուսները բստերել մի հատ գյուտ էին արել, վայ, ոնց որ իրենցներ կամ չինացը կեման, ազատ տնտեսական գոտի, աշխարհում առաջին տնտեսական ազատ գոտի ստեղծել է ժամանակին Կիլիկյան Հայաստանի պետությունը մեր Այաս նավահանգստում, Մարկո Պոլո կարդան թող իմանա, շատ պետք է կարդան, այսինքն այն որ հետո վայ էս ինչ է, այնտեղ եղել է վայ, ուրեմն պետք է վերադառնանք այս բաները, ընդունենք պետականությունը մշակույթի բարձրագույն ձև եւ շարժվենք առաջ, ապահովելով ազատությունը եւ զարգացումը։